Իսկ հիմա մենք կխոսանք բոլորի կողմից սիրված, պահանջված, սպասվող քաշի կորստի կամ քաշի նվազեցման մասին։ Կամ ասել է թե երբ է սկսում նվազել մեր քաշը։ Վիրատության հենց առաջի շաբաթը մենք ունենում ենք քաշի նվազեցում։ Ամենաշատ կիլոգրամները կորցնում ենք առաջի 3 եւ 6 ամսի դեպքում։ Բարիատրիկ վիրատությունից հետո քաշի նվազեցման հետ պետք է ունենա նաեւ քաշի կանգել, այսինքն դա բնական երևույթ է եւ տեղի է ունենում գրեթե բոլոր անխտիր բոլոր հիվանդների մոտ։ Ասեմ, որ դա բնական եւ նորմալ երևույթ է, երբ որ ունենում ենք քաշի նվազեցում եւ ունենում ենք քաշի կանգեր։ Դա օրգանիզմի բնականon գործընթացն է, ընթացքն է, որը որ տեղի է ունենում գրեթե անխտիր բոլոր հիվանդների մոտ։ Պետք չէ ընդհանրապես պանիկայի ենթարկվել, պետք չէ ամեն օր կշռվել։ Մենք հիվանդներ ունենք, որոնք որ ամեն օր գրեթե կշռվում են։ Ասեմ, որ ավելին, երբ որ ամեն օր կշռվում են, հնարավոր է, որ մի պահ գա, որ ունենա, չգիտեմ, 500 գրամ կամ 1 կիլո ավելացում, դա նույնպես բնական երևույթ է, որը տեղի է ունենում բոլորի հետ։ Այդպես օրգանիզմը հարմարվում է նյութափոխանակության նոր համակարգին։ Այդ process-ը ընդհանրապես քաշի կորուստը տևում է 12-ից մինչև 18 ամիս, եւ դրանից հետո սկսում է կարգավորումը, այսինքն գրեթե կանգ է առնում քաշի նվազեցումը կամ քաշի կորուստը։ Աստիճանաբար քաշը կայունանում է, բայց ես անպայման ուզում եմ նշել մի փաստ, որը շատ կարևոր է մեր հիվանդների կամ պացիենտների համար։ Բարիատրիկ վիրատությունից հետո, որpիսի ունենանք ձեր իդեալական արդյունքը կամ ձեր ուզած արդյունքը, շատ կարևոր է, որ հետևել բժշկի խորհուրդներին, զբաղվել սպորտով եւ անպայման հետևել սննդակարգին։ Առողջ եղեք, եւ եթե ունեք հուզող հարցեր, որոնց կուզենայիք ես անդրադառնալ, խնդրում եմ թողեք մեր էջում, ես անպայման դրանց կանդրադառնամ։